Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմության քննադատության թիրախում է հայտնվել նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր առաջարկների պատճառով։ Ժառանգություն խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը նկատում է, արդարադատության նախկին փոխնախարար նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանը ընդդիմության կարևոր պահանջներից մեկի ընտրացուցակների հրապարակման հարցում իշխանությունների տեսակետն է պաշտպանում։ Որևիցե կերպ չի տարբերվում, կրկնում է Դավիթ Հարությունյանի տեսակետը։ Իշխանությունները կտրականապես դեմ են ընտրացուցակների հրապարակմանը։ Օրեր առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար հանրապետական Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ փոխարենը դիտորդները եւ վստահված անձինք ցուցակներին ծանոթանալու, քաղվածքներ անելու իրավունք կունենան։ Պաշտպանը այսօր հրապարակած առաջարկներում նշում է, մեջբերում եմ. նախագծում անհրաժեշտ է կատարել փոփոխություն եւ ինչպես սահմանադրական դատարանն է արձանագրել, ամրագրել դիտորդների եւ վստահված անձանց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման եւ նրանց կողմից դրանց ծանոթանալու հստակ մեխանիզմներ, մեջբերման ավարտ։ Ընդդիմադիրները մինչդեռ ցուցակների հասանելիությունը կարևորում են ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով։ Նա նշում է, որ ընտրացուցակների այդ ծանոթացումը պետք է տեղի ունենաց սահմանափակ թվող մարդկանց եւ սահմանափակ հնարավորությունների շրջանակներում, այսինքն նա կողմնակիցն է, որպեսզի այդ ընտրացուցակները չհրապարակվեն։ Մինչդեռ ակնհայտ է, որ եթե չեն հրապարակվում այդ ընտրացուցակները, ապա խոչընդոտվում է բոլոր այն անձանց իրավունքները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն եղել եւ հնարավորություն չեն ունենալու տեսնեն իրենց տեղը ով է քվեարկել։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանի կարծիքով էլ պաշտպանը պարզապես խուսափել է հստակ տեսակետ հայտնելուց։ Լղոզված էր այդ կետի հետ կապված, բացարձակ հստակություն չկա։ Մի մասով ուզում է այնպես հասկանալ, այդպես է հասկանում, մի մասով ուզում է հակառակ հասկանալ, հակառակն է։ Հստակություն է պետք։ Եվ ես առաջարկում եմ մարդու իրավունքների պաշտպանը հստակ արտահայտի իր տեսակետը։ Ինքը կողմ է ցուցակների հրապարակելու, վերջին հաշվով այդ իր կարծիքի չի բխելու, իշխանությունը կգնա դրան, թե չէ, թող ինքը իր տեսակետը հայտնի։ Իշխող հանրապետականում մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կարևորում են։ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով, անկախ նրանից, թե օմբուդսմենի առաջարկները ընդդիմությանն են պաշտպանում, թե իշխանությանը, խորհրդարանում նոր ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ նաև դրանց կանդրադառնան։ Օմբուդսմենը պաշտպանում է իշխանությունների տեսակետը, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Այդ պնդումները ավելի շատ ձևի մեջ են տեղավորվում, քան թե բովանդակության։ Այս փուլում մենք զերծ մնանք նմանատիպ եւ խոսքերից եւ քննադատություններից եւ փորձենք բովանդակային դաշտում բոլոր հարցերի, բոլոր առաջարկությունների, մտահոգությունների պատասխանը տանք։ Մարդու իրավունքների պաշտպանը իր հասցեին հնչած մեղադրանքներին այսօր չցանկացավ արձագանքել։